Գայլուկ սովորական բույսը ռուսերեն խմեյլ обыкновенный թթազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա լիան է։ Տերևները ամբողջական կամ բլթակավոր են, ձմռանը բույսի վերգետնյա մասը մահանում է, իսկ գարնանը կենսունակ կոճղարմատից աճում են մագլցող նոր շիվեր, որոնք ձախից աջ հյուսվելով մերձակա ծառերին ստեղծում են անանցանելի բուսուտներ։ Գայլուկ սովորականի հայկական այլ անուններն են դրոժի թուփ, հմուլ, հյուսիսայգի, հումել, ջղլաբատ։ Մշակվում և օգտագործվում է հիմնականում իգական բուսատեսակը։ Կոները ունեն մեծ թվով թեփուկներ, որոնք ներսի կողմից ունեն լուպուլին արտադրող դեղին գեղձեր։ Գայլուկը ծաղկում է ամռանը, իսկ պտղակալում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Բավականին զգայուն է ցրտի նկատմամբ, պտղակալում է կանոնավոր։ Բույսի արմատը խորանում է հողի մեջ մինչև 3 մետր։ Կոճղարմատը, որ ունի սպիտակ գույն, ապրում է 15-ից 20 տարի։ Այն շատ պահանջկոտ է ազոտական աղերի նկատմամբ և բավական մեզոֆիլ է։ Բազմանում է տնկաշիվերով, որոնք առաջին տարում աճեցնում են տնկարանում, իսկ հաջորդ տարում տեղափոխվում են հիմնական բուսուտ։ Բույսը կանոնավոր աճի համար պահանջում է հենարան և առատ բերք է տալիս միայն տնկման երկրորդ տարվանից։ Քիմիական բաղադրությունը լուպուլինը հարուստ է դառը նյութերով, եթերայուղով, խեժով, դաբաղիչ և ներկող նյութերով, հոմուլինային թթուներով, ալկալոիդներով։ Կոների մեջ հայտնաբերվել է դեղնակարմրավուն եթերայուղ, տրիմեթիալին, ասպարագին, խեժ մինչև 16%, տանին, կիտրոնաթթվային աղեր, վալերիանաթթվական եթեր, ֆիտոստերին, C վիտամին, պալմիտինաթթվային միրիցիլ, ալկալոիդ խումուլին, իսկ ծաղիկների, տերևների և ցողունի մեջ կան հիմքերի հետքեր և C վիտամին։ Հին ժամանակներում մարդիկ գայլուկի դաշտերում աշխատելիս այնքան էին հանգստանում, որ կարող էին քնել հենց բույսերի տակ, իսկ այսօր գիտությունը հաստատում է, որ այս բույսը կարող է փոխարինել բազմաթիվ քիմիական դեղահաբերի։ Գայլուկի անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է փոքրիկ գայլ։ Դա նրանից է, որ բույսը փաթաթվելով այլ բույսերի, կարծես խեղդում է նրանց գայլի պես։ Հայաստանի լեռնային և անտառային գոտիներում գայլուկը հաճախ կարելի է տեսնել գետերի ափերին և խոնավ վայրերում։ Եթե բացեք գայլուկի հասուն կոնը, ներսում կտեսնեք դեղնավուն կպչուն փոշի։ Դա լուպուլինն է։ Հենց այս նյութն է պարունակում այն եթերայուղերը, խեժերը և դառնանյութերը, որոնք բույսին տալիս են իր յուրահատուկ բուժիչ հատկությունները։ Լուպուլինն ունի հակաբակտերիալ ազդեցություն և հանդիսանում է բնական կոնսերվանտ։ Հենց դրա շնորհիվ է, որ գարեջուրը հնում երկար էր պահպանվում։ Գայլուկի կոները հավաքվում են կոթուններով, պարզ եղանակին, մինչև լրիվ հասունանալը և չորացնում են ստվերում, բարակ շերտով, մինչև կոթունները ծալելիս բեկվեն։ Դրանից հետո հումքը ծխահարում են ծծմբով և մամլած շերտերով պահում են տուփերի մեջ։ Չորացած հումքը ունի հաճելի հոտ, խեժի դուրեկան դառնություն։ Հասուն և չոր կոների թափահարումից անջատվում է լուպուլինը, որը դեղատներում հայտնի է գայլուկի ալյուր անվամբ։ Լուպուլինը կազմում է չոր հումքի 7-ից 16%։ Գայլուկը լայն կիրառում ունի աշխարհի տարբեր երկրների ինչպես ժողովրդական, այնպես էլ գիտական բժշկության մեջ։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ գայլուկը հայտնի է եղել որպես միզամուղ և ցավազրկող միջոց։ Ըստ Գաբրիել Մենևիշյանի, գայլուկի կոները ունեն նյարդերը հանգստացնող, սրտանոթային համակարգը տոնուսավորող, վերքերը հականեխող, քնաբեր հատկություններ։ Գիտական բժշկության մեջ գայլուկը դեռևս վերջնականապես չի արմատավորված, սակայն այն մտնում է հանգստացնող համար 1 թեյի բաղադրության մեջ։ Որպես ախորժակը լավացնող միջոց, բույսի ջրաթուրմը կարելի է օգտագործել բոլոր այն հիվանդությունների դեպքում,
որոնք ուղեկցվում են ախորժակի վատացումով։ Գայլուկը թունավոր բույս է, երբեմն առաջ է բերում գայլուկ հավաքողների հիվանդություն, որը բնորոշ է քնկոտությամբ, քրտնարտադրությամբ, ընդհանուր գրգռվածությամբ, ջերմության բարձրացումով, սրտի շրջանի ցավերով, իսկ որոշ դեպքերում էլ առաջ է բերում քրոնիկական էկզեմա։ 1-2 գրամ լուպուլինը թունավորում է առաջացնում։ Անասնաբուժության մեջ գայլուկը օգտագործում են նաև ընդհանուր սուր թուլության և ջրգողության ժամանակ։ Բացի բուժական նպատակներից, գայլուկ բույսը անհիշելի ժամանակներից օգտագործվում է հացի թխման և գարեջրի պատրաստման պրոցեսներում։ Հացի թխման մեջ կոները օգտագործում են թթխմոր պատրաստելու համար, որոնք հացին տալիս են հաճելի համ և հոտ։ Գարեջրի մշակման ընթացքում գայլուկի դաբաղանյութերը կարգավորում են հումքի խմորումը և կանխում են գարեջրի թթվեցումը։ Եթերայուղը, խեժը և լուպուլինը գարեջրին տալիս են յուրահատուկ համ և բուրմունք, փրփրություն։ Ուստի գարեջրի որակը հիմնականում պայմանավորված է գայլուկի մեջ մտնող դաբաղանյութերի և եթերայուղի քանակներով։ Գայլուկի երկար ցողունները պիտանի են տեխնիկական նպատակով մանվածք, մանրաթել, թուղթ, պարան, բրեզենտ, պարկ պատրաստելու համար։ Ծաղիկներից ստացվում է դեղին գույնի ներք, որպես դեկորատիվ բույս օգտագործվում է նաև կանաչապատման մեջ։ Գայլուկով ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 1 ճաշի գդալ մանրացրած կոն, խառնում են 1 բաժակ եղմանջրին, սառելուց հետո քամում են և խմում են 1/4 բաժակ, օրական 3-4 անգամ, ուտելուց 15-20 րոպե առաջ։ Անքնության դեպքում 2 թեյ գդալ մանրացրած կոները 1 բաժակ եղմանջրում 4 ժամ թրմելուց հետո խմում են 1-2 ճաշի գդալ քնելուց առաջ։ Ջրաթուրմի դոզան կարելի է փոփոխել։ Գայլուկի թռչոցները օգտագործվում են հարվածների և հոդացավերի դեպքում, ունի միզամուղ և հակաբորբոքային ազդեցություն, օգնում է ցիստիտի ժամանակ։ Դառնանյութերը խթանում են ախորժակը և լավացնում են մարսողությունը։ Գայլուկի եփուկով մազերը լվանալը ոչ միայն ամրացնում է դրանք, այլև հաղորդում է անհավանական փայլ։ Իսկ գայլուկի լոսյոնը հիանալի է նեղացնում ծակոտիները և պայքարում է մաշկի ծերացման դեմ։ Սակայն չի կարելի չարաշահել գայլուկի դոզան, քանի որ չափից շատ օգտագործումը կարող է առաջացնել գլխացավ և սրտխառնոց։ Նաև խորհուրդ չի տրվում հղիներին և կերակրող մայրերին հորմոնալ ակտիվության պատճառով։ Գայլուկ սովորական բույսը բնության մեծագույն պարգևներից է, որը սովորեցնում է լինել հանգիստ և ներդաշնակ։ Եթե ունենում եք անքնություն կամ ուղղակի ուզում եք ավելի գեղեցիկ տեսք ունենալ, փորձեք այս կանաչ կոները։